Որովհետև մարդկանցից ով գիտի մարդի բաները, եթե ոչ մարդի հոգին, որ նրանում է, այնպես էլ Աստծո բաներն ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծո հոգին։ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն հոգին, որ Աստծուց է։ Աստծո հոգին գիտի Աստծո խորհուրդները, լավ, որ ճանաչենք այն բաները, որ Աստծուց տրվեց մեզ։ Խոսք 13, որն էլ խոսում ենք ոչ թե մարդկային իմաստության սովորած խոսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներով, հոգևորներն հոգևորների հետ համեմատելով։ Դուք տեսնում եք սա։ Կրկին նայեք 7-րդ խոսքը, այլ Աստծո ծածուկ իմաստությունն ենք խոսում խորհրդով, բոլորդ ասացեք խորհրդով։ Հիմա լսեցիք ինձ, այստեղ մի գործիք կամ գործածության միջոց կա։ Քանիսը գիտեք, որ երբեմն կան խորհուրդներ, որոնք մենք պետք է լուծենք։ Աստծո խորհուրդը երբեմն կարող է խորհուրդ լինել մեզ համար։ Ինչու՞։ Ես չեմ կարող կարդալ որևէ գլխում կամ խոսքում այն աղջկա մասին, ում հետ որ պետք է ամուսնանամ։ Ես չեմ կարող կարդալ որևէ գլխում կամ խոսքում այն վայրի մասին, որտեղ որ մյուս կիրակի քարոզելու եմ։ Ես չեմ կարող կարդալ որևէ գլխում կամ խոսքում, դուք լսում եք ինձ։ Այն գործարքը, որ ես պետք է կայացնեմ հաջորդ շաբաթ։ Դա խորհուրդ է եւ հիմա դա գաղտնի է մեր բնական ուղեղի համար, դուք ինձ հետ եք։ Բայց բացեք Առաջի Կորինթացիների 14-րդը։ Նայեք այստեղ։ Առաջի Կորինթացիներին 14-րդ խոսք։ Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ, Աստծո հոգու հետ, լավ։ Նա գիտի խորքերը, ճիշտ է, որովհետև ոչ ոք չի լսում, բայց հոգով խորհուրդներ է խոսում։ Դուք հասկացաք սա։ Սիրելիներս, թույլ տվեք մի բան ասել ձեզ։ Այս խոսքը գործում է այն խորհրդի համար, որը պետք է քեզ քո կյանքում եւ Աստծո խորհուրդները հասկանալու համար։